Սիրելի հետևորդներ, բարի օր Վայ քաղաքից։ Այսօր վայքեցիները տոնում են Վայ քաղաքի ծնունդը, Վայ քաղաքի օրն է, մեծ ոգևորությամբ, շուքով, շատ մեծ տոնախմբություն է, տոնակատարություն է եւ ես էլ որոշեցի միանալ ու ներկայացնել։ Եվ այդ արարողությունը կատարվելու է Վայքի Արևիկ մարզադաշտում։ Լիլիթն էլ շուտով ինձ կմիանա, Վայք համայնքն է կազմակերպում, հանձինս Մխիթար Մաթևոսյանի, Վայքի քաղաքապետի համայնք։ Ահա։ Մարդաշատ է, լիքը մարդիկ, մտնենք ներս ու ամեն ինչ պարզ կլինի, հետաքրքիր միջոցառում է մեզ սպասվում, շատ մեծ միջոցառում։ Ու ես հիմա մտնում եմ ներս, այնքան մարդաշատ է այստեղ, ոնց հասկացա այստեղ տոնավաճառ, ցուցահանդես վաճառքել կամ խաղալիքներ, չեմ նկար, խաղալիքներ, մի խոսքով սա էլ իմ սիրած բամբակները, իհարկե վերջում սա ես կհամտեսեմ։ Այս առաջի տաղավարը ներկայացնում է Iris Group-ը, որը ոնց հասկացա զինվորական սնունդ է մատակարարում։ Տեսնենք տաղավարում ինչ ուտելիքներ կան, ինչ համեղություններ կան։ Ահա, ինչքան սիրուն գեղեցիկ սեղան է, լի հայկական կերակրատեսակներով, այն ավանդական խորովածով, շատ գեղեցիկ դիզայն եւ այս դիզայնին ուշադրություն դարձրեք, որ ինքը ամբողջությամբ զինվորական ոճով է, անձեռոցիկներից սկսած, բաժակներից վերջացած։ Շատ սիրուն էր ձեր սեղանը, համոզված եմ, որ ուտելիքներն շատ համեղ կլինեն։ Այսպես էլ ապրում են մեր զինվորները։ Հա, ես հասկացա, իմ տղան էլ է ծառա է եւ ասեմ, որ շատ գոհ է եղել զինվորական սննդից։ Կարգերի ժամանակ է ծառա։ Հունիսին է եկել։ Հա, էլ այս կարգերի ժամանակ։ Հա, այս կարգերի ժամանակ եւ շատ գոհ է եղել։ Լավ, մի խոսքով գնացի, շատ սիրուն էր ձեր սեղանը, ես ուրախ եմ, որ մեր զինվորները նման սննդից են օգտվում։ Այս Վայքի ճաշանը, որտեղ եւ խոհարարները եւ մենեջերը Արման, քեզ նկարեմ։ Հա։ Ինչ է։ Ոխեն չեք վախենում, հա։ Հաջորդ տաղավարը ներկայացնում է Վայքի Ազատեք գյուղը։ Տեսնենք այստեղ ինչ են։ Բարև։ Ուզում է այստեղ ինչ է ներկայացնում, քեզ տեսա, լավ ես, նորից Ղարաբաղի ավանդական ժանգյալով հացը։ Այո, շատ համով հաց էիք թխել, ես Ազատեկում ճաշակեցի և Ղարաբաղյան փախլավան, հոնիչիր։ Էս հոնիչիրա, չէ, հեղինակով է։ Ես մեր ես եմ, ես Ղարաբաղի հոնիչիրն է, Այո։ ես օրիզովն է, մեր Ղարաբաղի, ես խնձորինն է, արևի տակ փորացրած։ Իսկ կներեք, ես հոնիչրից վաճառքի ունենում ես։ Հա, Ինչքան է կիլո։ ինչքան գտնա։ Չէ, ես ուզում եմ վերցնեմ դրա համար։ Հա, լավ, տեղը դիմացամ, ինձ էլ պետք է։ Էսի մեր Ղարաբաղի բանն է, ասած մեր Ղարաբաղի գավալի չիրն է։ Հա, գոյամի չիրը։ Չէ, գոյամի, դամբուլի չիրն է։ Դամբուլ։ Էսի դամբուլի չիրն է, մեր Ղարաբաղի ասած գավալի չիրն է։ Էսի նույնն է, էսի Իրանն է։ Պարզան։ Էսի հելացի։ Բնական չրեր, բնական չրեր, մի հատ համտեսել։ Հա, համտեսի։ Ինչ ես ծախում։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։ Ես եկա հաջորդ տաղավարի մոտ, և նորից այս տաղավարն էլ ներկայացնում է Ազատեք գյուղը։ Տիկին Սուսաննան, եկամ, դուր գնում ես, ես գալիս եմ։ Ներկայացնում է այս տաղավարը Ազատեք գյուղը։
Շապիկներ են վաճառում վաճառքի, Ազատեկի նկարով, ինչ գեղեցիկ է, սարու ձորով, բնությամբ։ Մի խոսքով այս տաղավարին քիչ ու շատ, քչից, մչից ծանոթացել եք Ազատեկում, Ազատեկի տաղավարն է, նորից նույն արջը, մեղրերին պահակ, մեղրեր, որ չտանեմ, բայց դե առաջինը, բարև ձեզ, առաջինը հենց արջը կտանի, այստեղ եգիպտացորեն, հա, օ, ինչ էլ հավեսին է, այ, բարև ձեզ, ոնց եք, Բացեք թող նկարին ասեմ։ հա, բացեք, նորից այս տաղավարն էլ ներկայացնում է Ազատեկը, ես ինձ սիրուն, այստեղ ավելի մեծ է ոնց որ ձեր սեղանը, Սենց շարունակվում։ հա, տեսել եմ, ծանոթ են, բոլորը նկարելով եկել եմ, ակտիվ են, ակտիվ ազատեկցիները, 3 տաղավար ունեք, Ազատեկի միրգը, բանջարեղենը, համն ու հոտը իրենց հետ բերել են Վայք քաղաք, մեծ շուքով նշելու Վայքի ծնունդը, Վայքի տոնը, սա էլ բրյան է, հա, ուլ, թթուների տեսականի և մեր Սուրբ լեռը, Մասիսն ու Սիսը, ջրերի տեսականի, այստեղ երեխաների համար, երեխաները համոզված են, որ ամենաշատը սրանից կհամտեսեն, քան մսեղեն ու քաղցրեղեն։ Ահա, հաջորդ տաղավարը ներկայացնում է Արին գյուղը, Վայքի գյուղերից է, և ոնց որ թե Վայքին ամենամոտ գյուղն է, տեսնենք այս տաղավարում ինչեր կան։ Էլի մեր գյուղական համ ու հոտով մրգերը, բանջարեղեն, ավելուկ, կարշմ, ահա սա է կարշմը, լավաշը մարզկայի վրա և գեղեցիկ դիզայն։ Այ թթուների տեսականի։ Հարևաներ նկարվենք Դուք եք ներկայացնում ձեր սեղանը, գյուղը, հա? Ձեր պատրաստած ուտելիքները, կերակուրները։ Խանգարում եմ, երեխեք։ Քաք եմ նկարում։ Ահա։ Արինը։ Օ, ինչ համեղ ուտելիքներ, իհարկե ցելոֆանով փակել եմ, որպեսզի փոշի ու ճանճերը չնստեն վրան։ Տեսնում եք, չէ, վայքեցիները ինչ շուքով, ինչ ոգևորությամբ են տոնում Վայքի տոնը, Վայքի ծնունդը։ Հաջորդ տաղավարը ներկայացնում է Արտավան գյուղը։ Տեսնենք արտավանցիները ինչպես են պատրաստվել մեր Վայքի տոնին։ Ահա, մի հատ մեծ գաթա Արտավան անվանման, թթուներ, մեղր, մուրաբաներ, համեղ թխվածքներ, փախլավան և ալոճը, ինչև լավ մեծ են մրգերը Արտավան գյուղի։ Այստեղ ջրերի տեսականի, տարբեր ջրեր, համեղ ջրեր, մի խոսքով բոլոր տաղավարներն էլ ձգտել են ամենալավ կերպով ներկայանալ այս միջոցառմանը։ Հաջորդ տաղավարը ներկայացնում է Խնձորուտ գյուղը, ոչ հասկացա, որ բոլոր գյուղերն էլ ունեն իրենց տաղավարները և մեծ ոգևորությամբ պատրաստվել են։ Ահա, այս տաղավարը ներկայացնում է Վայքի Խնձորուտ գյուղը, մի քիչ այս տաղավարը լավ գովա, ասեք ինչի, կիսուր կեսրարս այս գյուղից են եղել, գյուղի բնակիչ են եղել, իհարկե կատակ, ես հարգում եմ բոլորի աշխատանքն էլ, այդ ոգևորությունը, ամեն մեկն էլ ձգտել է իր աշխատանքը ներկայացնել, այո։ Ուրա պատրաստվում ենք, հələ չներկայանա տեսեք։ Բա, շատ սիրուն գաթաների տեսականի ունեք։ Երջու վաճառքի են, ինչ հյուրասիրում եք մյուս։ Ավելուկով հոտո բանը կարկանդակ։ Ինչ ասես պատրաստել եք, ուտապ, աղի գաթա ունեք,
Չէ, քաղցր է։ Աղի գաթա։ Աղի չունենք, Էսի քաղցր ունենք։ Մենք սիրուն ու փոփոխով ունենք։ Հա։ Մի Մի խոսքով հյուրասիրվեք կտենաք։ լավ, լավ, հետո վերջում։ Հաջողություն ձեր գործերին։ Տեսնենք հաջորդ տաղավար։ Հաջորդ տաղավարը ներկայացնում է Վայքի Սերժ գյուղը։ Այստեղ ոնց որ թե ինչ է, պասիվ են, չէ, իրենց աշխատանքները էլի ներկայացրել են, հսկա աղդթումներ ու գյուղի չիր ու չամիջ, իհարկե գաթաներ, բարև ձեզ, ոնց եք, տրամադրությունը, լավ, ահա, մեր ավելուկը, հայկական ավելուկը, ավանդական, կարշմը, սա էլ սա սվտկունա, թե հա, սպիտակ բանջարն է, կարշմ, ավելուկ, մի խոսքով այստեղ ես ինչ եք պահել, ղաուրմա, հայկական ավանդական ղաուրման, իհարկե փակել եմ, որ ճանճերը չնստեն, չկեղտոտվի, բացեք, սա էլ նապաստակ է, նապաստակ, մի խոսքով լավ պատրաստվել եք, Օ, լավ տորտ, գեղեցիկ տորտ, մի խոսքով, սա էլ Սերժ գյուղը, Վայքի Սերժ գյուղը ներկայացրեցի Սերժ գյուղը։ Հաջորդը ներկայացնում է Զառիթափ գյուղը, այստեղ Զառիթափ գյուղի կանանց պատրաստած ուտելիքներն են։ Զառիթափ Սկսած, ինչ ասես, այստեղ կգտնես, սկսած մարինատների տեսականուց, կամպոտներից, բանջարեղեն, մրգեր, մի խոսքով ամենամ Բարև ձեզ, լավ եք? Լավ, ինչ եք ներկայացնում ձեր ավանդական ուտելիքները? Մի խոսքով ամեն ինչ, ղափամայել ունեք, բրյան, այ մարդ եմ ասել, որ դիմանամ, ես որոշել էի դիետա պահեի, բայց այսօրվանից հետո համեղ ուտելիքներ, աղի գաթա ունեք? Չունեք Դե լավ հաջողություն ձեր գործերին Բարև ձեզ, այս տաղավարը Զառիթափ գյուղն է ներկայացնում նորից Ձեր պատրաստած, աշակերտների պատրաստած Սա փոփինգներ են, սա քոների մեջ պատրաստված գաթաներ են, այստեղ մեր նախագծայինի պատրաստված մեր գիրքն է, տարածաշրջանի ուտելիքներն են, QR կոդերով մեր Եթե բացեք, մեր երեխեքը խոսում են, եթե ինչպես են դրանք պատրաստում, բաղադրատոմսերը ամեն ինչ կա։ Շատ ուրախ եմ։ Սրանք զարդատուփեր են։ Միկրոֆոն տամ խոսես։ Չէ, զարդատուփեր են սրանք, մենք ենք պատրաստում։ Հայտից։ Հա, մենք ենք նկարել բոլորը վրան։ Այստեղ ունենք սիրուսարդեր։ Հա, ուլունքներով գործած պայուսակներ, թևնոցներ, վզնոցներ, մի խոսքով ներկայացնում եք ձեր ձեռքի աշխատանքները, հաջողություն ձեր գործերին, նաև ինչու՞ չէ վաճառք։ Շնորհակալություն։ Սիրելի հետևորդներ, ոնց հասկացա, ես դեռ մի 2 տաղավար եմ այցելել ու ինչքան շատ է, այստեղ բոլոր գյուղերն էլ ունեն իրենց տաղավարները և արդեն հոգնեցի, բարև, տատու ջան, այստեղ ներկայացնում է Գոմք գյուղն է ներկայացնում իր ավանդական ուտեստները, ինչ գեղեցիկ սիրուն գաթա, կլորիկ, ես դեռ ասեմ, որ աղի գաթա չեմ ճարել, քաղցր չեմ սիրում, պամիդորներ, բանջարեղեն, որը աճեցվել է Գոմք գյուղում, ասեմ, որ շատ գեղեցիկ գյուղ է, ճիշտն է, մեր Վայքի գյուղերը մի քիչ հեռու են Վայք քաղաքից, բայց շատ սիրուն գյուղեր են, այստեղ պոպոկ,
լութումներ եւ իհարկե ավանդական ուտելիքները, սա ավելուկ է, պոպոկով, հորած պանիր, մի խոսքով չեմ կարող այսպես ներկայացնել հատ, շատ, հարիսա, գաթաներ, փախլավա, փոխինձ, չրեր, տանձ, Որ ալիքն եք, հե? որ ալիքն եք, Նազելինաս, նազելինա, այո, նազելինա, նազելինա, հաջորդ աղավարը ներկայացնում է փոր գյուղը, ասեմ, որ փոր գյուղը գնում են Ազատեք գյուղով, վերջերս ես, Ազատեք փոր, փորեցիները տեսնենք ինչ են ներկայացրել, ահա, բնության, դաշտի բերքու բարիքներով, էլ բարբարիսով, մասուրով, սև մասուրով, ալոճով զարդարած իրենց գյուղի անվանումը, իհարկե կլոր գաթա, սիրուն գայթակղիչ, սա ծառի սունկ է, ծառի սունկ, կախասունկ, հա, և համեղ իհարկե համեղ ուտելիքները, սա զկեր է, չէ, եկեր, այ, զկերն է սա, այս ծառից ես հողամասում ունեմ, բայց դեռ բերք չի տվել, ուսամ մի օր կտամ, այստեղ ներկայացնում են չիրուչամի, ճնդեղեն, տոլմա, մալինայով տորտ, բոխու թթու, մի խոսքով, մեր հավով ճաշը, ճվճուրը, և էլ ինչ, բոլորի սեղաններն է լավն են, մեկը մեկից լավն է, իրոք, Ղափամա, խաշլամա, մի խոսքովի ինչ ասես այստեղ այսօր կգտնեք և մարդիկ էլ ինձ թվում է լավ հյուրասիրված կգնան, իրոք շատ հավեսեր և շատ հետաքրքիր։ Հաջորդ աղավարը ներկայացնում է Վայքի Զեդեա գյուղը, զեյթացիներն էլ հավեսով պատրաստվել են, նորից մեր հին ամանչամանը, երկանքը, ուշ, կճուճ, որոնց մեջ պատրաստել են ճաշ, ալյուր են ստացել, արդեն գիտեք, և այստեղ էլ ներկայացնում են իրենց ավանդական գյուղի կանանց ձեռքով պատրաստած ուտելիքները, ղափամա, չրեր, սա երևի լիկյուրներ, գինիներ, ինչ-որ համտեսելու համար նախատեսված, ուժեր և ահա ինքնաեռով։ Այստեղ մեզ ներկայացնում է Հերհեր գյուղը իր տաղավարը, ինչ եմ պատրաստել, չեմ իմանում, բայց հա, հաճարով փլավն է սա, մի լավ սոխառած են արել, լցրել վրան, ուլի բրյան, էլի նոյն քաղցրավերիքներ, փոխինձ է, ընկույզ, ասեմ, որ Վայքի Հերհեր գյուղն էլ շատ բերքու բարիքներ ունի ներկայացնելու և ասեմ այդ գյուղի ժողովուրդը շատ աշխատասեր ժողովուրդ են, որ գարունը բացում է դաշտերն են, իրենց բերքու բարիքն են հավաքում մինչև ուշ աշուն։ Ահա այս տաղավարը ներկայացնում է Կարմրաշեն գյուղը։ Կարմրաշեն գնում են Հերհեր գյուղի միջով, նորից ժողովուրդը շատ կանայք, շատ ոգևորված, օй ինչ, աչքս ծակեց այս խոշոր մասուրը, ինչ լավ մասուրը և ինքն էլ ունի փշեր։ Հաջորդ աղավարը ներկայացնում է Մարտիրոս գյուղը, մարտիրոսցիներն են ներկայացնում իրենց աշխատանքները և իրենք էլ իրենց հետ բերել են իրենց գյուղի քաղցրությունը և մեծ ոգևորությամբ նշեն Վայքի տոնը։ Էլի համեղ ուտելիքներ, չրեր, ընդեղեն, մրգերը,
Հաջորդ աղավարը ներկայացնում բերքու բարիքով, քաղցրություններով։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Տրամադրությունը հիանալի, տոնական։ Ձեզ հետ բերել եք ձեր պատրաստած ուտելիքները նշելու վայքի տոնը։ Ինչեր ասես, որ չեք բերել, մուրաբաներ, թթուներ, այ, նույնիսկ տնական հավիձու, են որ ասում են օծի ձու էլ կճարվի, այստեղ են ասում, Ծիրան, Ծիրան, Հələ շատ բաներ տեղ չունենք, որ դնենք։ Շատ լավ է, շատ լավ։ Ձեզ առողջություն, ձեր գործերին է հաջողություն։ Այստեղ չգիտեմ ինչ-որ մի ընկերություն է, ինչ-որ մի բրենդ ներկայացնում է իր ապրանքները։ Այստեղ ձեռագործ աշխատանքներ են, պայուսակներ, ինձ թվում է էկոպայուսակներ են, բնական հումքից պատրաստված։ Այս տաղավարն է, բարև ձեզ։ Ձեր տաղավարն է ներկայացնեմ, ճիշտ ասած չիմացա ինչ, բայց հասկացա, որ ձեռագործ աշխատանքներ են, իրենք էլ ոնց որ պայուսակներ, գլխարկներ, պայուսակներ, թեթև, հարմար, այս տաղավարը, բարև ձեզ, ինչպես եք։ Լավ, այս տաղավարը կարող եք ասել ինչ եք ներկայացնում, որտեղից եք, ոնց հասկացած։ Զորից ենք ու ձեռքի աշխատանքներ ենք ներկայացնում, ձեռքով պատրաստված զարդեր, շարժիչ պատրաստություն, բաժակների նկարչություն, տարբեր աշխատանքներ են։ Այո։ Սրանք էպոքսիդային ծեժից ու բնական ծաղիկներից են։ Գեղեցիկ են, շատ։ Բաժակներ, հա։ Նույնիսկ ինձ թվում է դուք կընդունեք պատվերներ, չէ՞, ով ինչ կուզի, որ բաժակի վրա գրեն։ Շատ լավ է, հաջողություն ձեր գործերին։ Հաջորդ տաղավարը, երևի որ ճիշտն ասեմ, իմ սիրած տաղավարներից մեկն է, այն որ երազում եմ ես այս կողովների մասին։ Իրանք փայտից գործած կողովներ են։ Այ հիշեցի Են որ մեր տանը կար տատիս ես սալամ, զամբյուղը, փայտով, շատ սիրում, ամաններ, նույնիսկ զամբյուղ իրամ կապարիճով փակվում են, շատ լավ բաներ։ Իդեպ ասեմ, որ այսպիսի բաները ավելի հիմա արդիական են ու տարածված են, որն էլ մեծ հետաքրքրություն է առաջացնում, օրինակ ինձ էլ է շատ հետաքրքրում, ահա թե ոնց են գործում այս, դուք եք գործում, այս Եղեգնաձորվայք որտեղի, Եղեգնաձորից, սրանք գործում վաճառում եք, օրինակ այս զամբյուղը ինչ արժի, ուռի ճյուղերով, չէ? Ավանդականը չեմ մաղում։ Ինձ միշտ հետաքրքրել է և նույնիսկ ուզում եմ փորձեր կատարել, որ ես էլ գործեմ։ Հիմնականում փորձեք թղթով։ Մատերիալի խնդիր չունենք։ Են տակից են, չէ, ճյուղերը ծակում են, իրար մեջ դնում։ Շատ լավն է։ Ասեմ այս տաղավարը Եղեգնաձոր քաղաքից է եկել, կապ չունի, մեկ Ավայոց ձորի քաղաքներից է եկել է ներկայացնելու իրենց ապրանքները։ Կարևորը տեղը իմացանք, որ Եղեգնաձորում կա նման ձեռագործ աշխատանքներ։ Դե, էլ ինչ քեֆ ուրախություն, եթե հոգնելուց հետո մի հատ չվայելեն, չճաշակեն այս համեղ սուրճերը, թեյերը։ Ահա, այս տաղավարը ինչ է ներկայացնում, ես ոնց որ թե հասկացա, իրանք գիպսով, կավով պատրաստած տենց հուշանվերներ են, սրբապատկերներով, ասու նկարով, մեր Հայաստանը խորհրդանշող նռով, խոսքով։
հետաքրքիր տաղավար եւ սա էլ մանկական հետաքրքրություններ։ Մի պահ դադար եմ առնում, դեռ էլի կա շարունակելուն է, մինչև վերջ պետք է ներկայացնեմ տաղավարները եւ այս միջոցառումն էլ կատարվելու է Վայքի Արևիկ մարզադաշտում։ Վայքի Արևիկ մարզադաշտում մի հատ տեսեք ինչ սարերով, լեռներով շրջապատված գեղեցիկ մի տեսարան, վերևի հատվածով էլ բարձրանում են Ազատեք գյուղը։ Շատ սիրուն է մեր Վայք քաղաքը, շատ սիրուն։ Հաջողություն մեր Վայք քաղաքին, թող ավելի ծաղկի, ավելի շենանա, որ մեր վայքեցիներն էլ ուրախ ապրեն այս քաղաքում։ Դե լավ անցնեմ հաջորդ տաղավարին, թե չէ միջոցառումը կսկսի եւ ես մինչև վերջ չեմ կարող ներկայացնել։ Այստեղ տաղավարներ են, որտեղ կա հյուրասիրում են, ինչու՞ չէ նաև վաճառք, ելակ, սուրճ, թեյ, կոֆե եւ վերջում էլ իհարկե պատանցու եմ։ Վերջում էլ մեծ քեֆ, ուրախություն է լինելու։ Ահա, նույնը։ Այս տաղավարը ներկայացնում է Վայքի ավագ դպրոցը, տեսնենք թե դպրոցի սաները ինչեր են պատրաստել, ինչով են ներկայանում եւ ինչ ձեռքի աշխատանքներ ունեն ցուցադրելու։ Իհարկե պարտադիր չի ինչ որ այտենց ձեռագործ աշխատանքներ, իրենց ուտելիքներն են ներկայացնում համեղ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Բարև ձեզ։ Սիրուն տաղավար ունեք։ Վայքի ավագ դպրոցն է ներկայացնում։ Դե ոչինչ։ Մենակ ինչ չկծեն, ալերգիա ունեմ։ Ահա։ Հա։ Ինքնայեր համեր թեյ մատուցելու համար։ Ով կներկայացնի։ Եվա միկրոֆոն տամ խոսա։ Որ ձենդ ավելի հստակ։ Մի րոպե Եվա ջան։ Ահա այս տաղավարը ներկայացնում է Վայքի ավագ դպրոցը եւ որոշեց մեզ հետ խոսել Եվան։ Ամենահամարձակ։ Շնորհավոր Վայքի տոնը, թող մեր քաղաքը միշտ մնա նույնքան հյուրընկալ, բարի, արևոտ, ինչպես այս սեղանն է։ Այս սեղանը ներկայացնում է մեր հողի բարիքները, հացի ջերմությունը, մրգերի քաղցրությունը, ձեռագործ աշխատանքի հոգին։ Ամեն կտրված հացը հիշեցնում է, որ մեր ավանդույթները կենդանի են, քանի դեռ մենք սիրում ենք, կիսվում ենք ու պահպանում ենք դրանք։ Այս ամեն ինչը մենք արել ենք մեծ սիրով ու միասնականությամբ։ Կարող եք մոտենալ, օգտվել։ Շատ շնորհակալություն, ձեր ձեռքերին էլ ուժ ու եռանդ։ Շնորհակալություն։ Այստեղ ես նկատեցի շատ գեղեցիկ ձեռքի աշխատանքներ, որը կատարել է ավագ դպրոցի սան եւ ինքը քոսի։ Ես Մարին եմ։ Ունեմ պայուսակներ եկո։ Նկարված են հատուկ կտորի ներկով, որոնք չեն մաքրվում լվանալիս։ Ունեմ շալֆեր շիֆոնից, որը 4000 դրամ է, շոփերը եւս 4000 դրամ է։ Նկարը 10000 է։ Փոքր նկարը 5000, իսկ մեծը 8000։ 8000։ Այնպես որ սիրելի հետևորդներ, ինձ կարող եք անհատական գրել, եթե ցանկանում եք տարբեր զարդանախշերով, նկարներով ձեր պատվերը կընդունվի եւ իրականացվում է վաճառք։ Եթե գրեն, անպայման ձեզ տեղյակ կպահեմ։ Անցանք առաջ եւ քիչ բան է մնացել։ Ահա, այս տաղավարը ներկայացնում է Վայքի հիմնական դպրոցը, իրենց ձեռքի աշխատանքները, համեղությունները։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շնորհակալություն, բարձր տրամադրությամբ։ Ուրախ եմ շատ։ Ներկայացնում եք ձեր աշխատանքները կոլեկտիվ հայտով։ Ով կցանկանա խոսել, ինչ ուտելիքներ են, ովքեր են պատրաստել։ Եկեք ձեզ ցույց տամ պասստոլման։ Պասստոլման ինքը ուրարտական ծագման ուտելիք է, իր անունը։ Ինքը ուրարտական արարչության ուտելիք է, անունը ծագում է հին ուրարտույից, այսինքն նշանակում է, որ ինքը դեռևս հին ուրարտույում գոյություն է ունեցել։ Պասստոլմա ինքը նշանակում է պահքի ժամանակ, այսինքն այն հիմնականում ուտում են պահքի օրերին։ Շնորհակալություն։
Էլ ինչ։ Դու ինչ կարող ես ասել։ Ինչ կերակրատեսակներ Ես կխոսեմ Ղափամայի մասին։ Ղափաման հին օրերում եկեղեցական տոների համար են կերել, այն պատրաստվել է նրա անունը եկել է Ղափամ բառից, քանի որ եկեղեցական տոների օրերին այն աշխատանքները ընդհանուր ամբողջությամբ դադարեցվել են։ Պարզա։ Դրա համար էլ այն եկել է եւ մեր օրերում հասել Ղափամա բառը ստանալով։ Շնորհակալություն շատ։ Ղափամա անուշ հոտով Ղափամա, հա, մեղրը մեջը Ղափամա։ Հանրահայ երգ։ Այո։ Դե շատ հաճելի էր, լավ մնացեք։ Էլով խոսի։ Կարող ենք խոսալ Վերջում։ Խոսա, հա, կարող ենք խոսալ Ղավուրմայի մասին։ Ղավուրման ինքը նույնպես հայ հին ազգային ուտելիքներից մեկն է։ Ղավուրմայի անունը ծագում է կավուրմակ բառից, որը նշանակում է տապակել կամ շինացնել, շիկացնել։ Ինքը դարձել է հայկական ազգային ուտելիք իր յուրահատուկ եփման ձևով ու գեղեցիկ տեսքով։ Շնորհակալություն շատ համեղ ուտելիքներ ունեք։ Միայն ճաշակելուց հետո որոշել եմ նոր դիետա պահեմ։ Կարող եք օգտվել հիմնական դպրոցն են։ Այո։ Սա էլ այս ուրեմն ինչ են ներկայացնում, էլի այնտեղ են չիր ու չամիչ, նուշ, ընկույզ, մի խոսքով մեղր է, հա։ Կարող ենք նաև ներկայացնել գաթայի մասին։ Գաթան ինքը հին ավանդական հայ ուտելիք է, կանայք իրանք այս գաթան հիմնականում պատրաստում էին ավանդական տոների ժամանակ, շատ հաճախ պատրաստում էին Սուրբ Սարգիսին, Տանթարաչին, Ամանորին, իրենց տան տղամարդկանց եւ ընդհանուր ընտանիքի համար։ Շնորհակալություն, այստեղ նաև հյութեր են, հա։ Մրգերից պատրաստված հյութեր, կոմպոտներ, որոնք ավելի օրգանիկ են, քան գազավորված հյութերը։ Շնորհակալություն շատ։ Հա, այստեղ նաև թեյերի տեսականի, փնջեր են, մրգերով, խոտաբույսերով, մի խոսքով։ Այստեղ ավելուկ չորացրած մասուր, ղանթափա, ուրց եւ զվերաբոյ։ Մի խոսքով շատ հաճելի էր, լավ մնացեք։ Հաջորդ տաղավարը ներկայացնում է մակ, ինչը արդեն պարզ է, այստեղ ներկայացնում են ձեռագործ աշխատանքներ, երևի հելյունով գործած։ Խաղալիքներ, խաղալիքների տեսականի։ Հա։ Էսի ես վերցրիմ արդեն։ Տարեք, բարով օգտագործեք։ Ձեր ձեռքի աշխատանք երեխաների վայքի կենտրոնը աշխատանքներն են։ Սաները ուր են, չկան, հա? Սաները չկան։ Կեփ ուրախությունա, դե պարզա կարևորը շատ գեղեցիկ ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, խաղալիքներ, այստեղ բարձր գեղեցիկ ձևավորմամբ, հելունագործություն է, չէ՞, հիմնականը, հելունով։ Այո, շատ գեղեցիկ աշխատանքներ են։ Ձեզ բարի վաճառք։ Այս տաղավարը ներկայացնում է Վայքի, բարև Մարինջան, Վայքի մշակույթի տունը, Վայքի մշակույթի սաների գեղեցիկ աշխատանքներն են, իրենց նկարած աշխատանքները։ Այստեղ գեղեցիկ պայուսակներ, ցուցահանդես վաճառք է։ Սովորացնում եք, հա։ Էլ չկա, ես ես հայտարարություն Եվ ես արդեն հասել եմ վերջի տաղավարին, այստեղ էլ ներկայացվում է, չգիտեմ ինչ են, բարձր են, գեղեցիկ, բանտիկներ, հայկական տառերով, նախշազարդերով, գեղեցիկ եւ իրականացվում է վաճառք։ Եվ մեր միջոցառումն էլ արդեն սկսվեց, ես պետք է գնամ նկարահանելու։ Ինչքան բազմություն կա, ինչքան մարդիկ, շատ հյուրեր կան դրսից, բոլորն էլ եկել են մեծ ոգևորությամբ տոնելու մեր Վայքի օրը, մեր Վայքի ծնունդը։ Էլի եմ ասում, թող մեր քաղաքը բարգավաճի, զարգանա, լավ գաղափարներ,
մտահղացումներ իրականացվեն մեր քաղաքապետի կողմից։ Եվ ես էլ փորձեմ մոտենալ այն կողմ միջոցառումը ներկայացնելու, հասցրեցի տաղավարները ներկայացրեցի, հնչում է մեր հայկական Հայաստան։ Այստեղ կատարվելու է հյուրասիրություն, ինչպես նաև ցուցահանդես վաճառք կհյուրասիրեն, կվաճառեն, ովքեր որ կցանկանան վաճառք կկազմակերպի եւ իրենց օգնությունը կցուցաբերեն տվյալ համայնքին, իրենց գործերը, համեղ ուտելիքները, գաթաները, մի խոսքով ով ինչ մտահղացմամբ ստեղծել է կվաճառվի։ Գնամ դեպի այն կողմ։ Այդ դիազնի չարե զիքոյ արգարիցում և դորություն և հար հավիտյան ասարիների ծան։ Պատվական հաչինը քույր նասիքյան, հրգյա երևելի և աներևի շնարյա, Վայքի բարի դպրոցի սաները պատրաստվում են ներկայանալ իրենց գեղեցիկ պարով։ Գիտեք ինչու չեմ նկարահանելու այդ պարը, երգը, ուրախությունը, որովհետև YouTube-ը արգելում է հերինակային խախտում է եւ ես ստիպված այդ գեղեցիկ պարերը, երգերը չեմ կարող ներկայացնել ձեզ սիրելի հետևորդներ, ուստի ես տաղավարներով կշրջեմ, կօգտվեմ հյուրասիրությունից, մի խոսքով լավ ժամանակ կանցկացնեմ։ Իր ողջունի խոսքն է հղում Վայքի քաղաքապետը։ Իհարկե շատ մոտ չեմ կարող գնալ, հեռվից մի բան ներկայացնեմ, թող մեր քաղաքապետը նման միջոցառումներ շատ հաճախ կազմակերպի, մեր ժողովուրդն էլ ներկայանան, ուրախանան ու ոգևորվեն։ Ինչքան ժողովուրդ, ինչքան բազմություն, վայքեցիները բոլորն էլ եկել են նշելու իրենց քաղաքի ծնունդը, իրենց քաղաքի տոնը։ Ճիշտ է, ես վայքեցի չեմ ծնունդով, Արտաշատից եմ, բայց ես շատ եմ սիրում մեր Վայք քաղաքը։ Արդեն իմ ինչքան ապրել եմ Արտաշատում, դրանից ավելին ապրում եմ Վայքում եւ Վայք քաղաքը ինձ համար շատ հոգեհարազատ է։ Իսկական տոնական գավառության ներկայացված են տարբեր տաղավարներ, ազգային միջոցներով, գյուղական հետազոտով, ձևագործություններով, մշակութային եւ սպորտային առումով։ Ես էլ վերևից նայում եմ ինչքան մեծ, ինչքան ազատ տարածք, քեֆ, բոլորն էլ ոգևորված, ուրախ, սա չնչին տոկոսն է, որ եկել են մարդիկ, դե պարզա աշխատանքային օր է, ոմանք չեն կարող իրենց աշխատանքը թողնել ու գալ։ Բարձրաստիճան պաշտոնյաներ եւ տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր իրենց ներկայացուցիչ որ շունչ են մոլորում մեր քաղաքի մշակույթին։ Լիլիթն էլ միացավ մեզ, ինքն էլ եկավ մեր Վայքի տոնի, Վայք քաղաքի տոնի։ Ահա։ Այնքան էլ տաք եղանակ հա, շող, ջեր, ինչ? Մենք դե գնացինք։ Ուր ես գնում? Կարող չեն ուզում։ Մի րոպե։ Հա, ինչպես է ընթանում ձեր գործերը։ Գրտնակարող չեք ուզում։ Հա? Մեկը գրտնակ անում, մեկը նայում, մեկը սամավարի մոտ ավար։ Անեմ գրտնակ։ Արա։ Հա? Հա, նկարում ես Լիլիթ, բայ նկարի։ Ահա, դավայցը, գնացինք։ Գրտնակ եմ, չէ՞։ Գնդի
Կոկտոցը։ Բա ես գնդի հետ էլ հավես ունեմ։ Մեծ եմ բացում։ Ոչ, ինչքան բարակ եկան հա։ Կընդունեք գործի։ Լավ եմ բացում։ Իրա։ Ժենգյալը սենց վերցրեք հապրո բերեք սետ բերեք։ Եկեք առեք եմ ինայեք։ Չէ, հլի չի խանչան։ Ժենգյալը բերեք։ Ես կստենք։ Դու լցրու, ես գրտնակողն եմ։ Ես գրտնակողն եմ։ Ստոպ դուր։ Այ սենց ոմչի։ Հը, եկել ես առնես։ Նկարում ես։ Նայ, դες հեր կարասյան է, դες մի ճիշտ բացվում է, բայց որ այս ես գցում ես իրար մեջ, նայ, սեղում։ Սյո, մնամա սեղ։ Սեք իրար մեջ, ես սեղմ եք։ Հետա, տեսա։ Դες բան չկա, որ մարդ չկարան անը։ Կարևորը ուզի։ Տար։ Հաջորդը, տարետի։ Համեցեք, առեք, տարեք, այո, ինչա բատա, հարաբաղցի, նազելինա, Լիլի, հիշում ես, Համասա ինչի Լիլի, Համասա ինչի Համասա ինչի ինչ, Քեզանցի չի ուզում պահել եմ, չես եկել, դեր նա եկել Քո հետը որդ է Չմորանաս ինձ, գալու եմ ձեր տունը Բայց սևացել է շատ է ոչինչ, Լիլի, կպերես մոտիկ, Լիլի ջան, ռեկլաման պրծեք, առեք, տարեք, կերեք, պրծեք, պրծա, վերջացավ, հա, բա, Լիլի, բեր մոտիկ, Բացի բա հույրաս չէ, Քո հետ է որդ չէ Ազատ եկել չէ Հա Տասը տարի բուրն եմ աշխատել, Անիտա, նկարեք լավա, լավ այդ է, տարեք, Որտներ իմ սիրած գործը, այստեղ էլ պարապ չմնացի, դու լցնում ես, ես գրտնակում եմ, մնաց վաճառենք, սունկաս, Davay. 1000 դրամ, համով եկեք, տարեք, լավն է, ես եմ գրտնակ է, հա, արի լծրու,
Էլի խմոր ունեք։ Բան չեք սենց չորացրել։ Առավոտ ժամիցից մենք ստեղ ենք։ Հա։ Մի քիչ տաք։ Դե շուտ գայի օգնեի, գնդեի։ Սանը ջուր ունեք ժողովուրդ։ Հա։ Մարին, ես սրա ձևի ես Ես շտապում եմ, ուզում եմ անամփեր եմ, ուզում եմ արագ գրկնակ եմ։ Բարակյաթով ժանգյալով հաց։ Արեսկոն որ նկարի։ Հավասար եմ գրտնակում։ Չրտմայել եմ կարում կցեմ։ Всё։ Իմ գրտնակացներն է։ Իմ գրտնակացներն է։ Այգուշ չկպնես, հա կցես։ Չկպնես կցես։ Հայ մի կներիք։ Ես ամանը։ Ես տակն եմ։ Անիսս։ Հայգուշ ուտում ես։ Գրտնակ։ Քաշում է, էլի գործը քաշում է։ Դարեն աղբամանը կցին դե։ Ասեի սեղանի։ Եկել եմ աշխատանքի եմ ընդունվել։ Հա, ես սիրում եմ։ Գրտնակ, գրտնակ, գրտնակ։ Գրտնակ։ Հենա նկարում ա դեռ։ Չկպնեք հեռախոսս կցեք։ Արեսկոն։ Կլոր, սիրուն, կողքերը բարակ ու հավասար։ Չկպնես կցես։ Ահա, պատրաստ եմ։ Ահա, սպասում եմ, որ դնի փեջի վրա, թխի ես գնամ նորից գրտնական եմ։ Պետք է խմորը գունդը այսպես ֆրան պտտվի, որ կողքերը հավասար լինեն, լավ լինի։ Լավ կաղավարներ են։ Համեցեք։ Դավա։
Всё. Ահա, այստեղ գործը դադարեց, լավ խեցին, ոչ մի հատ էլ չմնաց, ես էլ մնացի անգործ եւ գնում եմ բարև ձեզ։ Գնում եմ նոր վերջացել է։ Վերջացավ։ Ժանգյալ կա։ Ամենաշատը ինձ գրավեց տանձի ճիրը, մալաչա։ Մի հատ էլ վերցնեմ ու առաջանամ։ Մալաչա, ամենահամով ճիրը։ Հա, նորից խնձորությունների տաղավար, տեսնեմ ինչ են հյուրասիրում։ Այստեղ համեղ բաներ կան։ Դրանցից։ Որ ասեք տամ ես։ Բրյան։ Էկա։ Մի նկար։ Հե, մարե։ Աղ, ձեզ չեմ նկարում, հա։ Ձեզ չեմ նկարում, մի անհանգստացեք։ Ես հյուրասեր խնձորություններին եմ նկարում։ Այո։ Լավաշը ուր է։ Մեր լավաշը։ Բրյան։ Հետո ինչ Այ բան։ Այսքան լսիվ, այսքան համով բաներ ունեք։ Բան մի հատ տնական արախ չունեք։ Չէ։ Սիրելի հետևորդներ, ես Խնձորուտ գյուղի տաղավարում եմ, մեծ հյուրասիրություն, ասեմ, որ բոլորն էլ ինձ հարազատ են, բարեկամներ և բազմիցս ասել եմ, որ իմ կիսուր կեսրարի գյուղն է Խնձորուտ գյուղը, եկել եմ հարազատներիս հետ, ճաշակում եմ, համտեսում եմ Խնձորուտ գյուղի բերքու բարիքը, որ ասեմ շատ համով է, ինչ հյուրասեր են, հյուրասիրում են, այստեղ վաճառք ոնց որ թե չկա։ Մոնիկան էլ եռանդով, ջանքով աշխատում է։ Մոնիկային ասել եմ շուր չտաս էդ բերյանը, պրծա ոնց ոտե։ Դե լավ գնացի։ Կհանդիպենք ձեզ։ Ավարտը էլի կմոտիքնակ, հա՞։ Կգամ։ Այ, լավ հյուրասիրվեցի խնձորությունների տաղավարում հոգեհարազատ մարդիկ են, հիմա գնամ տեսնեմ Զառիթափի տաղավարում ինչ կարելի է հյուրասիրվել։ Հոնի չիր եմ ման գալիս։ Պրիվետ։ Սկզբից եկա չտեսա քիզ քեզ։ Ինչ հյուրա։ Չէ, չեմ ուզում։ Բոխի թթու։ Բոխի։ Կանգնի գամ վերցնեմ։ Եվ ես նկատեցի այստեղ բոխի։ Բոխի։ Սա բոխին է, թթու են դրել, դառը խոտաբույս է։ Կերամ, հա, ինձ պետք է ուտում եմ, առանց ամոթ անելու։ Համով է։ Այդ ինչով ձեր դուքից մեր երեխաները։ Հյուրասիրություն է, ազատ հյուրասիրություն։ Նկարել եմ, ես սկզբից բոլոր տաղավարները ներկայացրել եմ։ Հնքես։ Վաղը։
Տես ես հավես շարի։ Շնորհակալություն, շատ համովետ։ Ես տենց եմ։ Վաղը ձեզ կտեսնեք եթերում։ Զարիթափի տաղավարներ, հյուրասեր ժողովուրդ։ Սիրելի հետևորդներ, ես բաց թողում էի արել Սարավան գյուղը, Վայքի Սարավան գյուղը անտեսել էի։ Ես ձեր գյուղը չէի նկարել, չէ՞ սկզբից, նկարել է Սարավանը, հա? Ոնց որ թե չեմ հիշում։ Սարավան ինչ եք ուզում, ասեք, անհրամասը ներկայացնենք։ Ես ձեր սարերը, դաշտերը անգիր գիտեմ։ Ես սա մեր դաշտերի բարիքն է, բերք բարիք։ Ես գալիս եմ Սարավան, Մանդակի, Շուշանի, Սնկի։ Գալուց, հենց այդ է տեղն իմանամ։ Ես եմ, հա։ Ասում է ձեր դաշտին։ Հա։ Ասում է ձեր դաշտին, ասում է դաշտին ու տեսած չնեք։ Ասած բոլորները ասում եք կլի չունի եթե մեր վայով զորից ենք ուրեմն։ Հա։ Գալուց, որտե չգիտեք տանեք։ Քանդիր չկա, չէ, չհավատաս։ Ես սարքար կտանի, որ գալը դժվար է։ Ես էլ սենց Սարավան գյուղի հյուրասեր ժողովուրդը ներկայացնում են իրենց գյուղի ուտելիքները։ Ես էլ չեմ իմանում, որ մեկը հա գովաբանել եմ, ասում եմ ենքան համեղ է, մեկը մեկից լավ, հազինատա, բարև, չեմ իմանում, որ մեկն ուտեմ, բայց դե ես էլ դիետա էի պահում, բայց որոշեցի այսօրվանից հետո, այսօրվանից հետո, Սարավանի պամիդոր, սիրեմ վիպ, ազատ հյուրասիրություն այստեղ և ես էլ այստեղ կան մեր դաշտերի խոտաբույսերը, ղանթափա, տեսնեմ որն եմ ճանաչում, սա ղանթափա է, սա զվերաբոյ, սա ուրց է, սա նանա է, չէ, նանա, ուրեմ, սա խառը պունջ է, հա, անթարամ, զվերաբոյ խառը, սա, հա, էլ չկա տեսական, ես կանեմ, հա, հիշեցի, որ Սարավանի տաղավարի մոտ եկել եմ, այս ձվերից հիշեցի, որ ասեցի մինչև օծի ձու էլ կճարվի այստեղ, այո, տնական ձուն էլ են բերել, իհարկե օրգանիկ է, քիմիական հավելումներով հաստատ չի լինի, Սարավանի պոպոկը, ափսոս թաշ չի, պոպոկը, ինչ է զրի է, դիտեք փողում, Գալում եմ կերտ, ոնց կերտ Պատկերացրեք, որ այն համերգի տեղը քիչ մարդիկ են նստած, բոլորը եկել են այստեղ, շարժը շատ խոսքով ամենուրեք մարդիկ, որոնք ուրախանում են, մասնակցելով Վայքի ծնունդին, Վայքի տոնին, մենք սիրում ենք մեր Վայք քաղաքը։ Ոյ, սիրուն դթումիկներ, Հորմա, այս սեն ժամանակ մարդու ախորժակը պարվում է, բարել եմ, ասել եմ, վաղը կտենակ, նկարել եմ, ես գիտեի, որ քո ձերից չէի պրծնի, որ չնկարեի, կարել է հորմա համտեսել, և այս տաղավարում ես ուզում եմ հորմա համտեսել, Ես էլ ուզում էի տանեիքում, միտար, չէ, արևից է, հա, գիտեմ, հալվել է, չէ, հայկական, ավանդական ղաուրման, Բաճարկած է յուրաշ
Հյուրասիրություն։ Այո։ Միշամովա։ Հյուրասիրվի։ Կուտել։ Ես քեզ ջուր ոնց ես տապնում։ Գաթա դա։ Ինչ կուտես վերցնես։ Նուրտան։ Հա։ Ինչ կերա, նա բանկին։ Ղաուրմա։ Ինչ։ Ահա սիրելի հետևորդներ եւ գիտեք արդեն որ ես ինչքան բամբակ եմ սիրում եւ վերջում էլ ես բամբակ եմ վերցնում երեխու պես գնամ նստեմ մի անկյունում ու ուտեմ բամբակ Բա ինչ անեմ Բա չնկարեմ իմ բամբակ ուտելը Արի բամբակ է, բռնի, սիրելի հետևորդն է տոնախմբությունը շարունակում է ժամը 4-ն է, բայց մարդկանց հոսքը չի դադարում, մարդիկ գալիս են ու գալիս, ոմանք իհարկե աշխատանքից հետո են գալիս այստեղ, տեսեք, սա այս երթուղիով են գալիս մարդիկ, ինչ եղեցիկ վայր է, ծառեր թթվասնով հարուստնի վայր ու նորից ներկայացնում եմ ասեմ, որ ես էլ դեռ չեմ պատրաստվում գնալ տուն, որովհետև դեռ շատ հետաքրքիր արարողություն է լինելու, տոնախմբություն, երգ, պար, համերգ, խնջույքը կարելի ասել դեռ շարունակվում է։ Մի պահ դադար է լռություն, սիրելի հետևորդներ, եւ ժամը 6-ին մեծ համերգ է լինելու, վայքեցիները սպասում են համերգի եւ ոնց հասկացանք տոնախմբությունը, ուրախությունը դեռ շարունակվելու է մինչև ուշ երեկո։ Սիրելի հետևորդներ, ազատվեց բոլոր տաղավարները, մարդիկ կատարեցին հյուրասիրություն, ոմանք վաճառք կատարեցին, այստեղ թե ինչու թողել են այս լավ լոբին, չգիտեմ ինչի համար, բայց թե թողեցին։ Ոյ, մեղուները ձեռքս գցում եմ բավոր գծը և մի փոքրիկ մոշի ճուղ, մի փունջ ռեհան, որից բուրում է գյուղի հոտը, վարունգ, որից կարելի է սերմ ստանալ և այսպես, թե ինչի չեն տարել, լավ տապակելու լոբի։ Ոչ ոք չի գնացել, ընդամենը ազատվել է տաղավարները, մարդիկ սպասում են համերգի, համերգ, որը շուտով կկայանա։ Հոգնել եմ, ես էլ եմ հոգնել արդեն, սիրելի հետևորդներ, ըստեմ այստեղ հանգիստ փափուկ բազմոց, բազկաթոռ, ոնց կարելի է անվանել, գյուղական բազմոցն է, բնական խոտերից սարքած բնական բազմոց և ինչ եմ ուզում եմ ասել, դուք էլ բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք ու շատ տարածեք ու լայքեք, տարածում եք ու լայքում եք, եթե հավանում եք իմ վլոգները և ես էլ ներկայացնում եմ մեր վայք համայքը, վայք քաղաքը, ենքան ուրախ եմ, շատ ուրախ եմ, իրոք, որ մեր վայքում կազմակերպվել է նման միջոցառում, շնորհակալություն մեր քաղաքապետին, շնորհակալություն այն անձանց, ովքեր իրենց լուման են ներդրել այս միջոցառումը ի կատարածելու համար։ Ես շատ ուրախ եմ ամեն ինչի համար, որ մեր վայքեցիները, մեր վայ քաղաքը այսօր մեծ ոգևորությամբ, մեծ շնչով, ուրախությամբ տոնում է իր ծնունդը։ Ճիշտ է, ես էլի եմ ասում, ես ծնունդով վայքիչ չեմ, Արտաշատից եմ, բայց իմ կյանքի են ամենաերկար տարիները անցկացրել եմ վայքում։ 21 տարի ապրել եմ Արտաշատում ու 20 մոռացա քանի տարեկան եմ, սիրելի հետևորդներ, այս տոնախմբությունը տեսնելով, դիտելով այնքան եմ ուրախացել, արդեն տարիքս էլ եմ մոռացել ես
Եվ 45 տարեկան եմ ես, ուրեմն 21 տարի Արտաշատում եմ ապրել, 24 տարի Վայքում, ավելի շատ ապրել եմ Վայքում, չնայած ասում եմ, որ երկար ապրել ես Վայքում, արդեն վայքեցի ես, բայց ես միշտ ասում եմ, ոչ մարդ, որտեղ իր ծնունդով ապրել է, որտեղ ծնվել է, դա է համարվում իր ծննդավայրը, բայց ասում եմ, ինձ հնարավորություն բազմիցս տրվել է, որ ես ապրեմ Երևանում, մի խոսքով այլ տեղեր, բայց ես նախընտրում եմ Վայքը, շատ եմ սիրում Վայք քաղաքը, դուք էլ բաժանորդագրվեք ու լայքեք, դուք լայքում եք, ես էլ մեր Վայքում եմ և այսօր մեր Վայքի տոնն է, ավելի ոգևորությամբ դիտեք իմ վլոգը, բաժանորդագրվեք ու տարածեք, թող ողջ աշխարհը տեսնի, թե վայքեցիները ինչքան շատ են սիրում իրենց Վայք քաղաքը, մեծից փոքր եկել են Վայքի ծնունդը տոնը նշելու։ Միջոցառումը շարունակվում է, ես էլ համբերատար լուր կսպասեմ, հետաքրքիր ինչ-որ բաներ լինեն, ներկայացնեմ ձեզ։